ներկայացում ենք պատրաստում, ասմունքող պիտի լինի եւ պիտի ասի բարև ձեզ, ես Կոստան Զարյանն եմ, ծնվել եմ Շամախի քաղաքում 1885 թվականին ու այդպես ասմունքող ամբողջ իրեն կյանքն է պատում, ես էլ պապիկի կերպարը պիտի անեմ, որտեղ այնտեղ են ասում, շատ նման է պապիկի։ Գրել այդ ազգանունը իհարկե մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Ես ճարտարապետ եմ, ես գրականագետ չեմ եւ ուր մնաց ես Կոստան Զարյանի ժառանգությունը ուսումնասիրեմ։ Ազգանուն գրողն եմ եւ ուրախ եմ, եթե արվում են պրոֆեսիոնալ մասնագիտական ուրեմն ուսումնասիրություններ։ Պիտի ուսումնասիրվեն, նամակները պիտի կարդալ եւ պետք է հասկանալ Կոստան Զարյանն ում հետ է ընկերություն արել։ Ունամունոին կամ Պիկասոյին նամակ է գրել, Պիկասոն նկարազարդել է եւ ինքը տպել է իրեն նկարը ամսակ, շատ բաներ կան ասելու։ Հռոմում օրինակ ինքը գնացել հասել է Բենեդիկտո Պապի մոտ։ Ինքը տարբեր տեղերում հիմնել է մշակութային գրական շարժումներ։ Ուստի այս ամբողջ շրջանը իրեն կենսագրական մասն է կազմում, իրեն կենսագրության մասն է կազմում եւ դեռ ուսումնասիրության կարիք կա։ Նյութերը կան, մարդիկ կան, որոնք որ կարող են ուսումնասիրել, ուղղակի ժամանակի հարց է։